Պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ գերիների վերադարձիության հսկայածավալ աշխատանք է կատարվում, երկու արդյունք եմ սկզբից ասեմ։ Քանի որ առաջիկայում Հայաստանը հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես է այդ աշխատանքն արտացոլվելու եվրոպացիների գործընկերների հետ, թե այս հարցը պատկերացնում եք բացառապես երկկողմ ձևաչափով Ադրբեջանի հետ, սա առաջին հարցն էր։ Երկրորդը Զվարթնոց օդանավակայանից եւ Ակարակի անցակետից ռուս սահմանապահների հեռացումից հետո արդյոք կառավարությունը ծրագրում է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանների վերահսկողություն ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, կան իրավական մեխանիզմներ, որ հնարավոր է սա իրագործել, իմանալով, որ Ռուսաստանի հետ մենք ունենք պայմանագիր։ Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով ենք քննարկում, այո, այլ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում։ Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում եւ մեծ պոտենցիալ չունեն։ Եվ մենք այո, երկկողմ ձևաչափով ենք քննարկում եւ այնտեղ որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաեւ այդ ձևաչափով քննարկելու։ Ինչ վերաբերում է Հայաստանի պետական սահմանին, հենց 90-ականների սկզբին ստորագրված եւ ես ցավոք ամսաթիվը եւ տարին թվականին ստորագրված պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանի սահմանապահ զորքերի կարողությանը զուգահեռ մենք պետք է մեր սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո վերցնենք սահմանը եւ ուզում եմ ասել, որ մենք ռուս սահմանապահներին նաեւ վճարումներ ենք իրականացնում սահմանը պահելու համար եւ նախկինում էլ եղել է, երբ որ ռուսաստանցի գործընկերները բարձրացրել են այդ գումարները ավելացնելու հարցը, որովհետեւ այդ գումարները չեն բավարարում այդ ծառայությունը մատուցելու համար։ Մենք էլ հաշվարկում ենք, որ այդ գումարները ավելացնելու թեման որ կա, այդ գումարները ծախսելով արդեն բարձրացվող կամ պոտենցիալ ունեցող գումարները կարող ենք ծախսել մեր սահմանապահ կարողությունները զարգացնելու եւ կամաց-կամաց ինչքան հնարավորություն ունենանք ռուս գործընկերները կտեղավորվեն այն գումարի մեջ, ինչ որ մեզ համար ծանր չի շատ այդ գումարը վճարել, մենք էլ մնացած հատվածների հսկողություն կվերցնենք։ Դա հենց պայմանագրով նախատեսված։